Մեզանից ավելի եպիսկոպոսներ մենք ունենք։ Ինչու են ընդամենը մի քանիսը սովորաբար խոսում, արտահայտվում, դատապարտում, ինչու նույնքան համարձակ չեն մյուսները, ինչը եկեղեցին եւ հավատավոր հոտը չունի այդ աջակցության կարիքը, թե իրենց պարտքը չեն էլ համարում։ Կներեք, ինչի մասին է խոսքի մասին, խոսքը իշխանության կողմից, եկեղեցու հանդեպ, հարձակումներից, գռեհիկ բառամթերքից, հայհոյանքներից, նվաստացումներից հետո, ինչու եպիսկոպոսները չեն արտահայտվում եւ չեն արձագանքում իշխանությանը, ինչն է վախեցնում կամ կաշկանդում նրանց։ Ես չեմ կարծում, որ չեն արտահայտվում, բոլորն էլ արտահայտվում են։ Մենք փաստեր ունենք, որ ընդամենը 4-5 հոգի են։ Մայրաթորի տեղեկատվական հաղորդումներին եթե դիտեք, այնտեղ հստակ ասվում է, թե Գերագույն հոգևոր խորհրդի եւ թե եպիսկոպոսած դասի հավաքական կամքը այնտեղ արտահայտված է։ Հավաքական կամքի մասին չենք խոսում, մենք իրավունք ունենք իմանալու նրանց մասնավոր տեսակետի եւ որպես թեմի առաջնորդ տեսակետի մասին։ Ի վերջո կան վարկածներ, որ նրանցից ոմանք ԿՊԱ-կանների հետ ունեն շփումներ եւ ունեն կաշկանդվածություն։ Դա նման բան չկա, դա 100%-ով կարող եմ հերքել նման բան։ Իսկ նրանք բոլորը կողմ են, որ եկեղեցին այսպես խրող ձևով միասնականության կոչակ եւ պայքարի։ Եկեղեցում չկա նման մտածելակերպ։ Եկեղեցին միակամ է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում Ինչ որ արտահայտվել է միջով։ Այդ թվում առաջնորդի դեմ հարձակումներին դիմակայելու մասով։ Կներեք, որ մեկին պատասխանենք, ինչը անհասկանալի։ Մայրաթորի դեմ պատերազմ է հայտարարել, պետք է վեհարանը ազատել կաթողիկոսից։ Նրան կհաջողվի արդյոք։ Նա ցնորամտություն։ Բայց մի անգամ 3 օրով նվաճել են իրենք այդ տարածքը, չմոռանաք։ Վեհարանը չի եղել, կներեք, դա վեհարանը չի եղել, դիվանատունն է եղել։ Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել։ Իսկ եթե հարձակվեցի, մենք տեսնում ենք, չէ, ասում եք չի կարող, բայց ամեն ինչ հերթով Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկը իրավունք չունի այնտեղ մուտք գործել։ Դիվանատունը, տեսեք Սրբազան, հայհոյելու իրավունք ունի։ Փաշինյանի խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալը ապաշնորհություն է։ Համաձայն եմ։ Տեսեք, ասում են ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, չպետք է մոտենան խորանին։ Եվ ասում եք չեք վիճարկում այս հարցը, որևէ մեկը չի քննարկում իմ ասածը ճիշտ է թե սուտ է։ Իհարկե էլ հարցը թե ինչու որոշեցինք այդ հարցը հիմա բարձրացնել։ Արդեն դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, ես ինչ ասեմ։ Այս դիսկուրսը ինչպես է լուծվելու։ Խնդիրը, կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի հարց է, կանոնական հարց է, դա աստվածաբանական դոկտրինա չէ։ Եվ նման հարցերը լուծվում է բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ եղեն, դրանց պատասխանն է ձեր հարցին։ Այս դիսկուրսը մերկապարանոց, ամեն մերկապարանոց հարցերին չեն կարող մենք իրական պատասխանել։ Եվ տեսեք, ասում են, այս ամեն ինչը հետևանք է նաև նրան, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից։ 18 թվականից մինչև այսօր երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ է կարելի, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեց հոգևոր։ Իսկ ինչ է կարծում, ինչ պիտի արվեր։ Եկեղեցին ինչ գործիքակազմներ որ աներ։ Չէ, գործիքակազմը եկեղեցու ինչ էր որ պիտի աներ։ Այսօր տեսեք դուք միասնականություն եկեղեցին միշտ միասնական է եղել։ Այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք ընդունենք, որ շատ հոգևորականներ կան։ Մեկ վարքյան եկեղեցին եւ կամ հոգևորականը երբ ժողովրդի կողքին չեղել։ Բարերը ասում եք առանց մտածելու։ Բարեր չենք ասում։ Որևիցե մի բան ցույց տվեք, հավաքներին ցույց տվեք, որ հոգևորական չի եղել։ Սրբազան Մի պայքար ցույց տվեք, որտեղ հոգևորական չի եղել։ Մի քանի հոգևորական Ինչ որ դուք եք արել։ այդ թվում Սրբազան որ պայքարին չեն միացել։ Ինքներ մասնակցությամբ պահպանել է ամեն ինչ։ Շատ բաներ հարցակումներից հոգևորականները պատնեշ են եղել, որ չի եղել։ Լավ, կներեք, սպասում եմ։ Կներեք, էլի։ Քաղաքական հետապնդումներից հետո կաթողիկոսը հրաժարական կտա, կհեռանա։ Բացառվում է նման բան, բացառվում է։